Թուրքիայի, Ադրբեջանի, Տաջիկստանի, հենց նոր Ռուսաստանն է մտցնում ես ամեն ինչը, նենց որ շատ տենց մեկն ասած տարօրինակ ցուցակում ենք։ Ինչու է դեպի Եվրոպա սլացող Հայաստանը հանկարծ բռնել մի ճանապարհ, որով աչքի են ընկնում հիմնականում ժողովրդավարությամբ չփայլող երկրները։ Այս պետությունների պես Հայաստանի կառավարությունը եւս մտադիր է ներդնել բջջային հեռախոսների իմեյի կոդերի միասնական պետական շտեմարան։ Այս համակարգը թույլ է տալիս շատ արագ ուժայիններին ունենալ միասնական բազայի միջոցով պատկեր, թե ում մոտ ով է, որտեղ է, ինչ է, որովհետև պատկերացրեք դուք հեռախոս ունեք, բայց SIM քարտը փոխեցիք, ինչ որ Վրաստանի քարտ դրեցիք ռոմինգով եւ այլն, մեկը ուժայինները տեսնում են, որ դա դուք եք։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ սա քաղաքակիրթ պայքար է ստվերի ու մաքսանենգության դեմ։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու։ Մենք չենք կարող իմեյի կոնցեպտը չներդնել Հայաստանում։ Զարգացած երկրներ, գործընկերներ, մենք ուղղակի չենք ունենա, եթե այդ համակարգը չգործի։ Փորձագիտական համայնքը զարգացած երկրների փաստարկը կասկածի տակ է դնում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, եվրոպական ժողովրդավարական երկրներում նման համատարած վերահսկողություն չկա։ Փորձագետը նաև շեշտում է, գողացված հեռախոսների հարցը իմեյով չի լուծվում։ Գողությունների դեմ սա չի օգնի, որովհետև արդեն տարիներ շարունակ իմեյով չի ստացվում գտնել գողացած հեռախոսներ շատ պարզ պատճառով։ Գողերը պարզապես այդ հեռախոսները անջատած վիճակում հանում են դուրս երկրից, ու այդ հեռախոսը հայտնվում է ինչ-որ Թայլանդում կամ Չինաստանում, արդեն գտնելը չի լինի։ Ինչ վերաբերում է մաքսայինի, այսօր արդեն մենք ունենք իրավիճակ, երբ որ հենց մաքսայինը փաստացի թույլ է տալիս 0 մաքսով այդ հեռախոսները բերել։ Իսկ ինչպես է սա ազդելու սովորական քաղաքացու վրա։ Ամենամեծ վտանգը անձնական տվյալների տոտալ վերահսկողությունն է եւ արտահոսքի ռիսկը։ Սա նշանակում է, որ հեռախոսը կցվում է ձեզ, այսինքն հենց սարքը իրենք գիտեն, թե ումն է։ Մեջը ինչ SIM քարտ էլ մտցնեք, միշտ դուք թափանցիկ երևում եք, ու օրինակ միշտ կարելի է տեսնել, թե դուք որտեղ եք։ Ձեր դիրքը կապված բջջային բազաների հետ, ձեր կապը, մետատվյալներ, այսինքն ում հետ եք դուք շփվում, դա չի նշանակում կարողանան լսել, այդ ուրիշ գործառույթ է։ Էդ էլ կարող են, բայց դա ուրիշ հարց է, այս հետ կապ չունի։ Բայց միշտ կարելի է ավելի խորը ու հեշտացված վերահսկողություն ունենալ։ Տեղեկատվական անվտանգության մտահոգությունները միայն վերահսկողությամբ չեն սահմանափակվում։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանն իր սոցցանցում զգուշացրել է տվյալների կենտրոնացման վտանգների մասին։ Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբերհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի, իսկ անխոցելի համակարգեր չկան, յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։ Փորձագետները նախագիծը մանրամասն վերլուծել էին դերևս մարտին ու պատրաստել եզրակացություն, որը նախատեսել էին ներկայացնել e-draft հարթակի միջոցով, սակայն հարթակի տեխնիկական խնդիրների պատճառով այն չի հրապարակվել։ Հիմա Մարտիրոսյանն ասում է, խոսել է Մխիթար Հայրապետյանի հետ, նախարարը պատրաստ է նստել, հասկանալ մտահոգությունները, բայց փորձագետը պնդում է, հարցը բացարձակ փակված չէ, մինչև վերջ պնդելու է, որ նախագիծը սխալ է հիմքից։ Ալինա Սահակյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։